Երևանյան աշուն էր, մռայլ անձրևոտ ու խոնավ։ Ես, Անին, նստած էի հյուրասենյակում և փորձում էի կենտրոնանալ համակարգչիս վրա։ Բայց անձրևի կաթիլների հարվածները պատուհանին անընդհատ շեղում էին ուշադրությունս։ Ժամը երեկոյան 10 էր, բայց եղբայրս Արմանը դեռ տուն չէր եկել։ Հանկարծ դրան զանգը հնչեց, ոչ թե սովորական կարճ զանգ, այլ երկար ու տագնապալի։ Սիրտս մի պահ կանգ առավ։ Մոտեցա դրանը, նայեցի աչքուկից ու արագ բացեցի։ Արմանն էր, բայց մենակ չէր։ Նրա կողքին կանգնած էր մի բարձրահասակ երիտասարդ, թաց վերարկուով, գլուխը կախ։ «Անի, արագ ներս թող», շշնջաց Արմանը, ձայնի մեջ մի տեսակ խուճապ։ Երբ նրանք ներս մտան, ես նկատեցի, որ անծանոթի աջ ձեռքը փաթաթված էր թաշկինակով, որի վրա արյան հետքեր կային։ «Ինչ է պատահել», հարցրի ես, զգալով, թե ինչպես է սառը քրտինքը պատում մեջքս։ «Ոչինչ, հանգիստ», ընդհատեց Արմանը, դուռը կողպելով 2 անգամ։ «Սա Դավիթն է, իմ բանակի ընկերը, նա մի քանի օր մեր տանը կմնա, խնդրում եմ, ավելորդ հարցեր մի տուր»։ Դավիթը բարձրացրեց գլուխը, և մեր հայացքները հանդիպեցին։ Նա ուներ սև, խորը, բայց անասելի տխուր աչքեր։ Նրա հայացքի մեջ կար ինչ-որ բան, որն ինձ ստիպեց լռել։ Դա վախ չէր, դա հուսահատություն էր։ Այդ գիշեր ոչ ոք չքնեց։ Արմանը խոհանոցում ցածր ձայնով վիճում էր Դավիթի հետ, իսկ ես սենյակումս պառկած լսում էի նրանց քայլերը։ Միայն լուսադեմին լռություն տիրեց։ Հաջորդ առավոտյան ամեն ինչ թվացյալ խաղաղ էր։ Դավիթը նստած էր պատշգամբում ու ծխում էր։ Երբ մոտեցա սուրճ հյուրասիրելու, նա ժպտաց, բայց ժպիտը դեմքին չէր սազում։ «Կներես երեկվա համար», ասաց նա հանգիստ ձայնով։ «Չէի ուզում վախեցնել քեզ»։ «Ինչ է կատարվում, Դավիթ», հարցրի ես ուղիղ։ «Եղբայրս երբեք այսքան վախեցած չի եղել»։ Դավիթը խորը շունչ քաշեց ու նայեց աչքերիս մեջ։ «Կան բաներ, Անի, որ ավելի լավ է չիմանաս, բայց խոստանում եմ, հենց վտանգն անցնի, ես կանհետանամ ձեր կյանքից»։ Օրերն անցնում էին։ Դավիթը գրեթե դուրս չէր գալիս տնից, բայց տարօրինակն այն էր, որ նա մեր տանը կողմնորոշվում էր այնպես, կարծես ապրել էր այստեղ։ Նա գիտեր, որ խոհանոցի 3-րդ դարակը ճռում է, գիտեր, որ հյուրասենյակի ժամացույցը 5 րոպե առաջ է ընկնում։ Մի երեկո, երբ Արմանը տանը չէր, ես որոշեցի վերջակետ դնել այս առեղծվածին։ Մտա հյուրասենյակ, որտեղ Դավիթը նայում էր մեր ընտանեկան հին ալբոմները։ «Դու ով ես իրականում», հարցրի ես կտրուկ, «և չասես, թե ուղղակի Արմանի ընկերն ես։ Դու գիտես այս տունը, դու նայում ես մորս նկարներին այնպես, ասես ճանաչում ես նրան»։ Դավիթը դանդաղ փակեց ալբոմը։ Սենյակում լարվածությունն այնքան խիտ էր, որ կարելի էր դանակով կտրել։ «Ուզում ես ճշմարտությունը», հարցրեց նա։ «Այո»։ Նա ձեռքը տարավ գրպանը և հանեց մի հին, մաշված լուսանկար։ Նկարում երիտասարդ կին էր, գրկին փոքրիկ տղա։ Կինը իմ մայրն էր, բայց տղան Արմանը չէր։ «Սա իմ մայրն է», շշնջացի ես։ «Բայց այս երեխան»։ «Այդ երեխան ես եմ», ասաց Դավիթը։ Աշխարհը փուլ եկավ գլխիս։ Ոտքերս թուլացան և ես նստեցի բազմոցին։ «Ինչ»։ Միայն դա կարողացա արտասանել։ 25 տարի առաջ, սկսեց պատմել Դավիթը, քո հայրը և իմ հայրը բիզնես գործընկերներ էին։ Եղել է մեծ վեճ, մեծ պարտքեր։ Հայրդ ստիպել է մորդ ընտրություն կատարել։ Մայրդ ունեցել է առաջին ամուսնությունից մի որդի՝ ինձ։ Հայրդ պայման է դրել. կամ նա մնում է ընտանիքում, բայց ես պետք է հեռանամ մանկատուն, կամ նա կորցնում է ամեն ինչ։ Աչքերիցս արցունքներ հոսեցին։ Մայրս, իմ հեզահամքույր մայրս, ում ես պաշտում էի, երբեք չէր խոսել այդ մասին։ Նա ընտրել է քեզ ու Արմանին, շարունակեց Դավիթը ձայնը դողալով։ Ես մեծացել եմ մանկատանը, հետո փողոցում։ Ես ատում էի ձեր ընտանիքը։ Ես երդվել էի, որ մի օր գալու եմ ու վրեժ եմ լուծելու։ Ես գտա Արմանին, մտերմացա նրա հետ բանակում, հատուկ նպատակով։ Եվ հիմա, հարցրի ես վախով նայելով նրան, եկել ես մեզնից վրեժ լուծելու։ Դավիթը մոտեցավ, ծնկի իջավ իմ առջև ու բռնեց ձեռքերս։ Նրա ձեռքերը սառն էին։ Ես եկել էի քանդելու ձեր կյանքը, Անի։ Այն արյունը, որ տեսար ձեռքիս առաջին օրը, դա կռիվ էր այն մարդկանց հետ,
ում ես վարձել էի ձեր տունը խլելու համար։ Բայց երբ տեսա Արմանի նվիրվածությունը, երբ տեսա քեզ, ես հասկացա, որ չեմ կարող։ Ես կանգնեցրի գործընթացը, բայց հիմա այդ մարդիկ իմ հետևից են ընկել։ Ես եկել եմ ոչ թե վնասելու, այլ փրկելու ձեզ իմ իսկ ստեղծած ծուղակից։ Այդ պահին դուռը բացվեց, եւ ներս մտավ Արմանը։ Նա տեսավ մեզ, հասկացավ, որ ամեն ինչ բացահայտվել է։ Դու գիտեիր, հարցրի եղբորս։ Իմացա 3 օր առաջ, գլուխը կախեց Արմանը։ Նա իմ կյանքը փրկել է բանակում, Անի, եւ հիմա նա վտանգել է իր կյանքը, որպիսի ուղղի սխալը։ Այդ գիշեր մեր կյանքը իսկապես փոխվեց գլխի վայր։ Մենք ոչ միայն իմացանք ընտանեկան մութ գաղտնիքը, այլև հայտնվեցինք վտանգի կենտրոնում։ Հաջորդող շաբաթները նման էին մղձավանջի, ոստիկանություն, դատարաններ, սպառնալիքներ։ Դավիթը վաճառեց իր բիզնեսը Ռուսաստանում, որպիսի փակի այն պարտքերը, որոնք ինքն էր կեղծել մեր դեմ։ Մի քանի ամիս անց, երբ ամեն ինչ խաղաղվեց, Դավիթը պատրաստվում էր մեկնել։ Նա կանգնած էր նույն դռան մոտ, պայուսակը ձեռքին։ Ես չպետք է լինեմ ձեր կյանքում, ասաց նա։ Անցյալը շատ ծանր է։ Ես մոտեցա նրան։ Հիմա ես նրա մեջ տեսնում էի ոչ թե թշնամու կամ անծանոթի, այլ մի մարդու, ով զոհաբերել էր իր վրեժը հանուն սիրո, հանուն եղբայրական եւ գուցե ավելի մեծ զգացմունքի։ Դու եղբայրս ես, ասացի ես, եւ այս տունը նաեւ քոնն է։ Դավիթը մնաց, բայց ոչ որպես եղբայր։ Ժամանակի ընթացքում մեր միջև եղած բարդ, խճճված կապը վերածվեց մի բանի, որն ավելի ուժեղ էր, քան արյունը։ Այդ անձրևոտ երեքշաբթին, երբ եղբայրս իր ընկերոջ հետ եկավ մեր տուն, ես կորցրի իմ հանգիստ կյանքը, բայց գտա ճշմարտությունը եւ մի մարդու, ով պատրաստ էր մեռնել մեզ համար, նույնիսկ երբ մենք չգիտեինք նրա իսկական անունը։